ասում են, այնինչ մեզ համար սովորական է, շատերի համար դառնում է առաջին բացահայտումը։ Այս բարձ հայտաղբյուրը, որի կողքով բոլորս ամեն օր անցնում ենք առանց ուշադրություն դարձնելու, օտարերկրյա զբոսաշրջիկների համար դառնում է Հայաստանի առաջին հետաքրքիր տպավորություններից մեկը։ Բայց զբոսաշրջությունը միայն տպավորությունների մասին չէ, այն ընտրության, հնարավորությունների եւ իհարկե գնի մասին է։ Վերջի շրջանում կարելի է լսել կարծիք, թե Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան արտերկրում։ Շատերը նախընտրում են մեկնել Վրաստան, Եգիպտոս կամ այլ ուղղություններ, նշելով, որ այդ նույն գումարով կարելի է այնտեղ գտնել ավելի մաչելի տարբերակներ։ Իսկ որքանով է այս կարծիքը համապատասխանում իրականությանը, որքան արժե հանգիստը Հայաստանում եւ ինչու են մի կողմից որոշ հայեր ընտրում արտերկրաուղղություններ, մյուս կողմից հազարավոր զբոսաշրջիկներ ընտրում հենց Հայաստանը։ Այս հարցերի պատասխանները կգտնեք մեր հատուկ ռեպորտաժում։ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1,42,000 զբոսաշրջային այցելություն։ Այս տարի այս ցուցանիշը ռեկորդային է, այսինքն նախորդ բոլոր տարիներին նման ցուցանիշ երբևէ չենք ունեցել։ Նաև ռեկորդային է հունիս ամսվա տվյալն էլ նախորդ ամիսների եւ նախորդ տարիների համեմատությամբ։ Աճ ապահովված հիմնական երկրներ են Ռուսաստան, Իրան, Վրաստան, սակայն տասնյակի մեջ նաև ընդգրկվում են Չինաստանը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ։ Ոլորտի ակտիվացման հիմքում մի քանի կարևոր գործոններ կան։ Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանի խոսքով զբոսաշրջության աճին մեծապես նպաստել է նոր օդային կապերի ստեղծումը։ Դրա շնորհիվ ավելացել է այցելությունների թիվը, հատկապես Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Չեխիայից եւ Ղազախստանից։ Փոխվում է նաեւ Հայաստան այցելողների դիմանկարը։ Այսօր առավել ակտիվ են 35-ից 44 տարեկան զբոսաշրջիկները։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, որպես անվտանգ եւ վստահելի ուղղություն բարելավելով ցուցանիշները միջազգային վարկանիշային աղյուսակներում։ Այս տարվա Նումբեոյի տվյալներով 2026 թվականի կիսամյակի առնչությամբ Հայաստանը զբաղեցնում է 148 երկրների ցանկում 9-րդ տեղը։ Անվտանգության առումով Safety Index-ի մասին է խոսքը, ինչը կարծում եմ շատ լավ ցուցանիշ է մեր երկրի համար։ Համոզված եմ, որ այլ հարթակներում էլ եթե դիտարկենք, Հայաստանը անվտանգության առումով շատ լավ տեղեր է զբաղեցնում։ Վիճակագրական տվյալներից բացի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևորում է նաև երկրի նկատմամբ ձևավորվող հետաքրքրությունն ու այն առանձնահատկությունները, որոնք Հայաստանը դարձնում են գրավիչ ուղղություն։ Նրա գնահատմամբ Հայաստանի զբոսաշրջային բացառիկությունը պայմանավորված է տարբեր ուղղությունների համադրմամբ։ Զբոսաշրջիկները մի վայրում միաժամանակ մի քանի հնարավորություններ են բացահայտում։ Հաճախ բացահայտում են գաստրոտուրիզմից մինչև արկազային հանգիստ։ Այս միտումը նպաստել է նաև մարզերում նոր պահանջարկի ձևավորմանը։ Եթե նախկինում այս ուղղությունները չէին համարվում զբոսաշրջային պահանջված կենտրոններ եւ բավականին քիչ այցելուներ ունեին, ապա այսօր պատկերն ամբողջովին այլ է։ Եթե օրինակ պատմամշակութային ճանաչողական նպատակներով զբոսաշրջիկը գալիս է, դի այցելի այս կամ այն հուշարձան, այդ հուշարձանը միաժամանակ գտնվում է շատ գեղեցիկ բնության մեջ, նաև գյուղական միջավայրում, այսինքն ինչ է ստացվում, պատմամշակութային ճանաչողական, ճարտարապետական, գյուղական, ինչ որտեղ նաև արդեն ագրո զբոսաշրջություն, որտեղ սկսում են մասնակցել նաև գյուղատնտեսական աշխատանքներին այդ զբոսաշրջիկները, խոհանոցային, շատ ժամանակ այդ հուշարձանները գտնվում են նաև դժվար անցանելի վայրում եւ այլն, ինչ դառնում է արկածային, քայլարշավային։ Չնայած զբոսաշրջային տարբեր ուղղությունների համադրումը մեծացնում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եւ պահանջարկը, այնուամենայնիվ շարունակվում է քննարկման կենտրոնում մնալ նաեւ գնային գործոնը։ Ոմանց համար Հայաստանում հանգիստը համարվում է թանքաճույք։ Կան նաեւ կարծիքներ, թե յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր հնարավորություններին համապատասխան տարբերակ։ Այնուհանդերձ Հայաստանի զբոսաշրջային գների վերաբերյալ ձևավորված կարծիքն ունի իր պատճառներն ու բացատրությունները։ Ծաղկաձորը միշտ ասում ենք, տեսեք, մեր Ծաղկաձորը թանկ է, գնանք Վրաստան, Կոբուլեթի, դա պարզապես իրար հետ չհամեմատվող համեմատություն էինք անում, որտեղ Ծաղկաձորը մեկ այլ հանգիստ է առաջարկում, Կոբուլեթիում մեկ այլ։ Նույնիսկ Երևանն է նա։ Եթե ուզում ենք համեմատենք այդ հանգստավայրերը, Ծաղկաձորի հետ կարող ենք համեմատել Բաքուրյանի, Գուդաուրի հետ հանգստավայրերը Վրաստանում։ Միշտ Եվ նաև այստեղ էլ պետք է
ըստ կատեգորիաների, ըստ ծառայությունների որակի համեմատելի մեծություններ համեմատեինք։ Երբ ճիշտ համեմատություններ ենք կատարում, հասկանում ենք, որ Հայաստանում գներն ամենևին էլ բարձր չեն, նկատում է Ապրեսյանը։ Ըստ նրա COVID-19-ի շրջանն այնուամենայնիվ իր ազդեցությունն է ունեցել, առաջացնելով շուրջ 10% գնաճ։ Ընդ որում այդ գործընթացը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Սակայն այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ որոշ դեպքերում գնաճը եղել է ոչ ամբողջությամբ հիմնավորված։ Ոլորտում շարունակվում են մնալ մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, ասում է զրուցակիցս։ Մշակվում են ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալ ուղղություններին։ Խոսքը գնում է ներգնաց զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի արկի զորական դրույքաչափի կիրառմանը եւ նաեւ մի նորից շատ կարեւոր բան, որ այս նախագծով նախատեսում ենք նպաստել այդ հարցի լուծմանը, դա Հայաստանի քաղաքացու համաշխարհային շուկայում Հայաստանի ներկայացման գործընթացին մասնակցելու իրավունքի եւ պարտականության իրացմանը նպաստելն է։ Ապրեսյանի խոսքով նախագիծը միտված է բարձրացնելու ոլորտի մրցունակությունը, մեղմելու գնային խնդիրները եւ նպաստելու ավելի կազմակերպված զբոսաշրջության զարգացմանը։ Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ Հայաստանը չունի հստակ դիրքավորում զբոսաշրջային շուկայում։ Ընդհակառակը, ոլորտը շարունակում է զարգանալ կայուն տեմպերով։ Դրա վկայությունն է փառատոների թվի աճը, կազմակերպչական աշխատանքների ակտիվացումը եւ դրանց արդյունքում իհարկե զբոսաշրջային հոսքերի ավելացումը։ Օգոստոսի 1-ին արդեն Ստեփանավանում ավանդական շատ հայտնի խորովածի փառատոնն է։ Օգոստոսի 10 եւ 11 արդեն շատ այս տարի 5 հնգամյակն է այդ շատ կարևոր փառատոնի, դա հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնն է Նավասարդը, որը արդեն իթիվս այլ իր նշանակությունների նաև միջազգային համագործակցության, տարածաշրջանային համագործակցության, հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման, զարգացման, միջմշակութային երկխոսության նշանակություն ունեցող փառատոն է։ Դոլմայի, գինու, գարեջրի, արհեստների եւ արվեստների, ջազի, օդապարիկների փառատոններ եւս Հայաստանում անցկացվում են։ Մասնագետի կարծիքով դրանք ոչ միայն նպաստում են մոռացված ավանդույթների վերականգնմանն ու հանրահռչակմանը, այլև հնարավորություն են տալիս Հայաստանին աշխարհին ներկայանալ սեփական մշակութային արժեքներով։ Միաժամանակ դրանք եւս մեկ անգամ ընդգծում են երկրի որպես անվտանգ եւ գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքը։ Դա աշխարհի քաղաքացին նայում է, տեսնում, ասում է, բայանով էր ասում, որ անվտանգ չի, բայց ինչպես եղավ, որ տեսնում են աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ անհոգ, երջանիկ, գինու գավաթ ձեռքներին շրջում են, վայելում են, ուրեմն նշանակում է անվտանգ է, չէ, ապահով է, չէ։ Այսինքն փառատոները նաև այս խնդրի լուծմանն են էապես նպաստում։ Զուգահեռաբար առանցքային նշանակություն ունի խմբային զբոսաշրջությունը, որը օտարերկրյա այցելուներին Հայաստանի հետ կապող կարևոր օղակներից մեկն է։ Ըստ Ապրեսյանի, չնայած ոլորտում առկա են բարձրորակ տուրիստական ընկերություններ, մասնագետներ եւ հյուրանոցային տարբերակներ, ճկուն գնային համակարգով զբոսաշրջիկների մեծ մասը շարունակում է նախընտրել անհատական ուղևորություններ, ինչի հետևանքով զբոսաշրջային հիմնական հոսքերը շարունակվում են կենտրոնացած մնալ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Ջերմուկում։ Փորձեցինք նաեւ նշված վայրերում գտնվող հանգստավայրերի առաջարկվող պայմաններին ու արժեքներին ծանոթանալ, պարզելու համար, թե իրականում այսօր որքան արժե հանգիստը Հայաստանում եւ արդյոք Հայաստանում հանգիստը թանկ արժե կարծիքը համապատասխանում է իրականությանը։ Գնային սանդղակը, որ խնդրեմ կներկայացնեք։ Լյուքսի գինը ինքը 25,000 դրամ է, բայց սովորաբար դից մեծ բաների դեպքում, երկար ամրագրման դեպքում հաշվում ենք նաև մյուս բանով, սովորականի գնով, այսինքն երկու հոգու գինը 20,000 դրամ ներառող նախաճաշ մեկ օրը։ Մենք այդ ծառայությունից կարող ենք օգտվել, օրինակ լուխավազան, մարզասրահ, մանկական սենյակ առկա են, կարող ենք օգտվել։ Մենք չունենք տենց բաներ։ Մեկ էլ մեկ ճշտում էլ էլի, հանգստյան եւ աշխատանքային օրերին գինը նույնն է, թե փոփոխություն կա։ Դիտեք ոնց, մենք ունենք 3 օրից եթե ավելանում, մենք նաև անում ենք 10% զեղչ ընդհանուր գումարի համար։ 3 անգամ շվեդական սեղանը, բուժական ծառայությունը, սենյակի վճարի հետ միասին։
375,000 դրամ։ Իսկ կարող ենք առաջարկել 3 նյութասենյակով քոթեջ, նախատեսված է 6 անձի համար, 1 օրը կարժենա 130,000 դրամ։ Նշեմ, որ արժեքը ներառում է բացիկ փակ լողավազաններ, շոգեբաղնիկ, ջակուզի, բիլիարդ, մարզասրահ, խաղասենյակ եւ խաղահրապարակ, սակայն քոթեջի արժեքի մեջ սնունդը ներառված չէ։ Գնային սանդղակ կներկայացնեք։ Կիրակից մինչև 5 շաբթի նախաճաշ տարբերակով 1 օրը կարժենա 45,000 դրամ, իսկ ուրբաթ եւ շաբաթ օրերին 65,000 դրամ նախաճաշ տարբերակով։ Սա երկու անձի հաշվարկով արժեքներն են։ Իսկ արդեն երրորդ անձի դեպքում ընդհանուր արժեքին 10,000 դրամ ավելանում է։ Իսկ զբոսաշրջային փորձառության մյուս կողմը հասկանալու համար նաև հարցումներ ենք անցկացրել Երևանում։ Այս դեպքում էլ փորձեցինք պարզել, թե ինչ տպավորություններում է զբոսաշրջիկները հեռանում Հայաստանից, արդյոք արդարացվել են նրանց սպասելիքները եւ իհարկե նաև, թե ինչն է, որ չի արդարացրել նրանց սպասելիքները։ Մենք եկել ենք Ռուսաստանից եւ Հայաստանում ինձ գրավել են լեռները։ Ռուսաստանում շատ եմ եղել լեռնային վայրերում եւ ցանկացա նաեւ Հայաստանի լեռները տեսնել։ Շատ գեղեցիկ է ձեր երկիրը, հրաշալի է։ Համեմատած այլ երկրների հետ Հայաստանում գները բավականին մատչելի են։ Չափաբաժինները մեծ են ու շատ համեղ։ Տաքսին նույնպես էժան է, այնպես որ կարելի է հարմարավետ հասնել ցանկացած վայր, այցելել բազմաթիվ տեսարժան վայրեր, զբոսնել եւ միաժամանակ շատ գումար չծախսել։ Եվրոպայի համեմատ այստեղ զգալիորեն ավելի մատչելի է։ Ես սիրում եմ Լոռու մարզում հիմնականում լինել։ Այնտեղ շատ հարմար է, որովհետև բնությունը շատ լավն է ու սպասարկումն է շատ լավ այնտեղ։ Ես կնախընտրեմ Տավուշի մարզը։ Դիլիջանը նամանավանդ շատ գեղեցիկ է։ Մենք ինքս նոյեմբերյանից ենք։ Մեր նոյեմբերյանի բնությունն էլ է շատ գեղեցիկ։ Ես ժամանել եմ 2-3 օր առաջ եւ այս ընթացքում նկատել, որ գները համեմատ Չեխիայի ավելի մատչելի են։ Կարելի է քիչ գումարով շատ համեղ սնվել։ Միայն հյուրանոցն է մի փոքր թանկ։ Վարձով մի հատ բնակարան ավելի թանկ կարանստի, քան թե չգիտեմ Իտալիայում, նույնտեղ Ռիմ, Ռոմ, որ մնաս։ Իսկ ինձ դուր եկավ մարդկանց բարությունը, հյուրընկալությունն ու ջերմությունը, տարածքային առումով տպավորված եմ Սևանով, ջուրը շատ մաքուր էր, գույնը գեղեցիկ կապույտ։ Ինձ միայն դուր չեկավ շոկ եղանակը եւ երևանյան խցանումները։ Երեքշաբթի գնացենք Սևան, Դիլիջան, Տաթև են գնացել Ջերմուկ, սաղտեղն էլ հոյակապա, սաղտեղն էլ դուրնես գալիս է։ Կազմակերպվող տուրերը շատ լավն են, գիտերն էլ պրոֆեսիոնալ։ Ընդհանուր առմամբ զբոսաշրջության ոլորտում այստեղ անհատական մոտեցում կա։ Մեզ տարան հնարավորինս մոտ կետ, որտեղից կարողացանք հիանալ Արարատով։ Մենք նաև եղել ենք Խորվիրաբի պատմական վանքում, որը մեզ շատ է դուր եկել։ Միակ խնդիրը այն է, որ այստեղ մեզ համար շատ շոկ է։ Մենք եկել ենք Չեխիայից եւ Հայաստանում տպավորված ենք բազմազան ու համեղ ուտեստներով։ Ամեն ինչ շատ մատչելի է, ես նույնիսկ նոր մտքով հաշվեցի, թե որքան գումար եմ ծախսել այսօրվա սննդի համար եւ կարող եմ ասել, որ այդ նույն գումարով Չեխիայում մեկ հոգին չէր կարող նորմալ սնվել ու կշտանալ։ Եվ ի վերջո, կա նաև մեկ այլ պնդում։ Ճանապարհորդությունը հաճախ սկսվում է ոչ թե մեծ ծախսերից, այլ փոքր բացահայտումներից։ Մի կում ջուրը, մի անկեղծ զրույցը, մի չբացահայտված ճանապարհը երբեմն հենց այն մանրուքներն են, որոնց համար մարդիկ ընտրում են նոր ուղղություն։ Եվ իսկապես, միթե Հայաստանը այդ զգացողությունները չի կարող առաջարկել իր բնակիչներին մատչելի գնով։ Քանի դեռ մեր օտարերկրացիները շարունակում են բացահայտել Հայաստանը, իսկ այդ նույն գումարի դիմաց հայերը այլընտրանք են փնտրում արտերկրում, մնում է մի կարևոր հարց. ինչպես Հայաստանը դարձնել ոչ թե ավելի հետաքրքիր, այլ մրցունակ ուղղություն հենց մեզ համար։ Լուիզա Սարգսյան, Լևո Խաչատրյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։